Լավ, Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ, երբ խոսում ենք, ամենաառաջին արձանագրումը, որ պետք է անենք, Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են, որ ինչ որ լուծումներ պետք է գտնենք եւ փնտրենք եւ գտնենք, բայց չեն արվել։ Մենք ինչ ենք անում հիմա։ Մենք զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ process-ը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք, որ ճանապարհով, որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։ Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է նաեւ գործընկերների առջև, այն է, որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, վերամշակման, նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք։ Պարոն, եւ դուք իրավաբաններին եք ծնվել այդ հետ կապված ինչ նորություն կարող եք ասել, ով է դիտավորյալը։ Ես գիտեմ, որ process-ը ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, ուզում եմ ասել նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process է տեղի ունեցել։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, 2 օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ որ բան է տեղի ունենալու եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավական խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Այդ գործողները գրաված մարդիկ։ Այո, կան, վստահորեն կան։